Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի գործունեության տարեկան զեկույցներ ազգային ժողովի օրակարգում երկրի թիվ 1 ամբիոնից մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց նախորդ տարի արձանագրած խնդիրների մասին, որոնք քիչ չէին։ Խնդրահարույց հարցերը վերաբերում էին հատկապես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրմանն ու ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորմանը։ Այս խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը բավարար չի համարում պաշտպանը։ Հանրությանը բավարար տեղեկատվության չտրամադրում, հատուկ միջոցների կիրառման, ձևաչափի, կանոնակարգի, գործիքակազմի եւ այլնի հետ կապված, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության արկայություն եւ այլն, որի վերաբերյալ ըստ էության նաեւ հրապարակային եմ առիթ ունեցել խոսելու, եւ այս խնդիրը կարծում եմ ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի։ Հաջորդ հարցը կալանքի կիրառման պրակտիկային է վերաբերում։ ՄԻՊ տարեկան զեկույցում խնդրի առնչությամբ լուրջ մտահոգություններ ունի պաշտպանը։ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին հանդիսանում են կալանքի տակ գտնվող անձինք, ինչը ըստ էության միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է։ Պաշտպանի գրասենյակի արձանագրած մյուս խնդիրները առնչվում են զինված ուժերում մահվան դեպքերին, խոշտանգումներին, բանտերում ինքնասպանության դեպքերին եւ ոչ պատշաճ բուժօգնության հարցերին։ Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց, ոչ պատշաճ բուժօգնության պատճառով բանտերում մահվան դեպքեր լինում են, ինչ անել, որ իրավիճակը շտկվի։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական բժշկության համակարգը ունի լիակատար բարեփոխման, ամբողջական բարեփոխման կարիք։ Համարյա արձանագրեցինք, որ կալանավորված անձանց մեծ թիվը նաև ուղիղ վտանգ է նրանց առողջությանը, որտեղ չեն հասցնում ըստ էության նրանց առողջությունով զբաղվել։ Անահիտ Մանասյանը անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիի Տաղեկյանի հազանգին, թե իրեն տնային հագուստով ու հողաթափերով են ոստիկանություն բերման ենթարկել։ Ես ճիշտ չեմ համարում բնականաբար կնոջը հնարավորություն չտալ փոխելու տնային հագուստը, որը ըստ նրա օգտագործվում է նաև որպես գիշերազգեստ եւ հողաթափերը եւ այդ ձևաչափով տեղափոխել համապատասխան վայր։ Պատգամավորներից հետաքրքրվեցին, կա արդյոք համակարգված ատելության խոսք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ, ինչինի պատասխան պաշտպանն արձանագրեց, ատելության խոսք ոչ համակարգված, բայց կա տարբեր խմբերի նկատմամբ, նկատեց, հանրային գործիչները պետք է հետևեն իրենց խոսքին։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։